է մատրիցան։ Եթե մենք ապրում ենք վիրտուալ համակարգում, ապա մեր մարմնական սահմանափակումները կարող են ընդլայնվել որպես կոդավորված սահմանափակումներ, որոնք կանխում են խաղից դուրս գալը։ Տեսողական սահմանափակումներ։ Մարդկային աչքը տեսնում է լույսի միայն փոքր հատվածը՝ 380-ից 700 նանոմետր տիրույթում, բայց իրականում գոյություն ունեն նաև ինֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք մենք չենք տեսնում։ Լսողական սահմանափակումներ։ Մեր լսողությունը սահմանափակված է 20-ից 20,000 հերց հաճախականությունների միջակայքում, սակայն շատ կենդանիներ, օրինակ դելֆինները կամ չղջիկները, կարող են լսել ավելի բարձր կամ ցածր հաճախականություններ։ Մտածողության սահմանափակումներ։ Մարդու ուղեղը ունի բնական հակում պահպանելու միայն այն տվյալները, որոնք համարում է էական։ Դա նշանակում է, որ մենք հաճախ մոռանում ենք մանրամասները եւ հիշում ենք միայն հիմնական իրադարձությունները։ Ուժ եւ դիմակայունություն։ Ինչպես խաղերում, որտեղ կերպարները ունեն էներգիայի սահմանափակում, մեր մարմինն էլ ունի սահմանափակ ֆիզիկական կարողություններ։ Թթվածնի կարիք։ Մարդու կախվածությունը թթվածնից հիշեցնում է վիրտուալ խաղերում առկա ռեսուրսների սահմանափակումները։ Զգայարանների սահմանափակումներ։ Մեր զգայարանները սահմանափակված են, որպեսզի համակարգը չծանրաբեռնվի ավելորդ տվյալներով։ Սա նման է խաղերում գտնվող գրաֆիկական սահմանափակումներին, որոնք կարգավորում են օբյեկտների մանրամասները, խնայելու համար համակարգի ռեսուրսները։